Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար։ Ալլա Շուքյուր Փաշազադե, Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Իհարկե սա կարելի կլիներ համարել Նիկոլ Փաշինյանի արդեն սովորական դարձած ու հերթական թրքահաճո արտահայտությունը, բայց սրա արմատները շատ ավելի խորն են եւ եկեղեցամարտ այս ընթացքը շատ ավելի կործանարար նպատակներ ունի, ամեն ինչի մասին հերթով։ Նախ Նիկոլ Փաշազադեն, այսինքն Փաշինյանը եւ նրա հետ կենակցողը, որը ներկայանում է որպես առաջին տիկին, սկսեցին ամենափողոցային բառապաշարով արտահայտվել հոգեվորականների հասցեին։ Մեջբերում ենք։ Սրբազան, գնա շարունակիր քերուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Նիկոլ Փաշինյան։ Աննա Հակոբյան, երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են, դե իհարկե այդպես էլ պետք է լիներ, չէ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են, հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը վաղուց արդեն համակերպված իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։ Այն, որ ամուսնական այս զույգը հավաքում է դասախոսներ եւ մանկավարժներ ու կրթում, դա այլ թեմա է։ Նման ստորացնողների հետո կանդրադառնանք, սակայն այս ամենը խիստ ծրագրված կերպով սկսեցին առաջ տանել հարվածելով ուղիղ եկեղեցուն։ Եվ արդեն կոնկրետ հարձակումներ կան եկեղեցիների եւ հոգեվորականների վրա, ինչպես այս սրբապիղծը։ Իմ պետության մեջ Իշխանն եմ ես եկեղեցի։ Կադաստրի թղթերը։ Դու լսի։ Այն լավ եմ անում որ Բայց նման ոչնչությունների պահվածքը մտնում է ազգակործան ամբողջ սցենարի մեջ, որը վստահ ենք, որ արժանի հակահարված ստացել է ու ստանալու է։ Իսկ խնդիրը Հայաստանում թուրքական օրակարգի գլխավոր սպասարկողն ու նրա հետ կենակցողը շարունակեցին սրել, ընդհուպ բարձրացնելով վեհափառի հրաժարականի հարցը։ Այն, որ իրենց իշխանության առաջին իսկ օրից նոր հայրապետ, նոր Հայաստան տխրահռչակ ու ձախողված ակցիան սրան ձեռքի գործն էր, դա այլևս կասկած չի հարուցում։ Իսկ ինչու հիմա հերթական սրացումը սկսվեց։ Հիմնարար պատճառներից մեկը Շվեյցարիայում կազմակերպված Արցախյան հոգևոր ու նյութական ժառանգության պահպանմանը նվիրված համաժողովն էր ու նրանում վեհափառ հայրապետի ելույթը։ Պետական մեր օրհնությունը բերում ամենքի։ Ակնհայտ է, որ դա դուր չէր եկել Նիկոլի տերերին եւ նա պետք է փորձեր արշավ սկսել, ընդհուպ մինչեւ վեհափառի հրաժարականի պահանջ ներկայացներ։ Բայց այս ամենը համընկավ նաև մայիսի 28-ին, մեր հանրապետության տոնի օրը Արցախի օկուպացված Բերձորում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարների հանդիպման հետ, երբ Էրդողանը նորից խոսեց Զանգեզուրի միջանցքի մասին եւ միայն նշեց, որ Իրանը պետք է համաձայնություն տա դրան։ Այո, մեր տարածքի նկատմամբ նկրտում ունեցողները համաձայնություն են ուզում Իրանից, ոչ մեզնից։ Վերջին օրերին պատահական չէր նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների այցելությունը, Միացյալ Նահանգների պետդեպի հայտարարությունները Սյունիքում անհանգստացնող իրավիճակի մասին։ Բոլորն են մտահոգ, բայց ոչ մեր ուրացող իշխանավորները։ Բայց հիմա սրանց համար ակնհայտ է դառնում, որ իրենց կողմից խաղաղություն մուրալը բավարար չէր, իրենց թրքահաճությունը բավարար չէր, եկել է կոնկրետ հատուցելու ժամանակը եւ Սյունիքը ու հետո ամբողջ Հայաստանը զոհաբերելու ժամանակը։ Իսկ ինչ անել, պետք է եկեղեցուն հարվածելով վիրավորված հավատացյալների իմբոստությունը ներկայացնել որպես հնարավոր պատերազմի պատճառ, այսինքն հայրենիքը հերթական անգամ վաճառել եւ թիրախ դարձնել եկեղեցուն։ Այս ամենի հետ մեկտեղ կա գլխավոր ու հիմնական պատճառը։ Սրանց տերերի հիմնական երազանքն է քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, քանդել մեր ինքնությունը, հայկական ինքնությունը, եկեղեցին, որ հիմնական ու այս պահի միակ բաստիոնն է։ Այն, որ նրանք հարվածը սկսեցին շատ գռեհիկ ձևով հասցնել ամենանուրբ ու զգայական թեմայով, դա էլ պատահական չէր։ Տարիների ընթացքում օտար կերակրամաններից սնվող տարբեր գրանտակերներ, ներքին լրատվական դաշտը վերահսկող տարբեր վաճառվածներ մեծ ինֆորմացիա էին գեներացնում բարձրաստիճան հոգևորականների հասցեին, հաճախ փոքր ճշմարտությունը խառնելով մեծ ստին եւ այդպես անընդհատ կերակրել մասսաներին գուցե հենց այսօրվա համար։
Ցավալի է, բայց այսօր էլ այս բացահայտ կռվում նկատում ես մոլորվածներ, հաճախ վաճառվածներ, որոնք փորձում են իրենց անտարբեր վերաբերմունքը քողարկել որոշ հոգևորականների վարքագծով։ Իբր գտնում են, որ հոգևորականներին քննադատելը դեռ չի նշանակում եկեղեցին քննադատել, սակայն ավելի քան ակնհայտ է, որ օրվա իշխանությունների նպատակը բացառապես եկեղեցին քանդելն է, իսկ ընտրված ճանապարհը առանձին հոգևորականներին նսեմացնելը, ինչպես ժամանակին քանդեցին բանակը, գեներալներին վարքաբեկելով ու հանձնեցին Արցախը։ Որոշ հոգևորականների վարքագծի խնդիր գուցեև կա, բայց եկեղեցին ունի իր ավանդույթը եւ նույնիսկ մեղանչացներին ժամանակի ընթացքում ինքն է մաքրում, բայց երբեք թույլ չի տվել դա անել ուրիշներին։ Դրա համար մեր եկեղեցին միշտ կարողացել է մաքրվել եւ ժամանակի մեջ ավելի հզորանալ, իսկ ոտնձգություն արած թշվառները նետվել են պատմության աղբանոցը։ Այսպիսով պարզ է, որ նիկոլիզմը որպես մեր ինքնության չարորակ ուռուցք նետվել է իր վերջին ճակատամարտին, որ հայի համար վաղուց դարձել է սրբազան ճակատամարտ այս համընդհանուր հոգևոր պատերազմում։ Եվ այս ընտրությունը յուրաքանչյուրը պետք է կատարի։ Ինքը ռազմաճակատի որ կողմում է։ Մեր աշխարհականների աջակցությունը եկեղեցուն այսօր պետք է ավելի քան երբևէ։ Այդ աջակցությունը սկսվում է եկեղեցի պարզ այցելությունից մինչև ինքնազորություն։ Ու կհավերժի հայը, արդար հայը, ինչպես ամբողջ մեր պատմության ընթացքում։ Կեղծ օրակարգերն առաջ են բերել մոլորություն, որում այսօր մեր հասարակությունն է։ Իրականությունը ցույց տալու կեղծ օրակարգերի հեղինակ կեղծ փրկիչներին ջրի երես դուրս բերելու ուղին բացահայտումն է, հիմնավոր փաստերի միջոցով։ Բացահայտումը տեղի կունենա Արդար հայեմի եթերում։